Հիմա էլ Նիկոլը իր ձևով լուծում է Հայաստանի տարածքների հարցը, անկլավների անվան տակ։ Նոյեմբերից այդ թեման շատ է ակտիվացել։ Մի քանի օր առաջ նոյեմբերի 28-ին Ադրբեջանում հանդիպել են Մեհեր Գրիգորյանի եւ Մուստաֆայևի պատվիրակությունները։ 12 անգամ արդեն հանդիպել են ու արդյունքն այն է, որ Հայաստանը էլի զիջել է։ Այդ հարցն էլ է որոշել ափալ-թափալ լուծել։ Սրանք ասում էին, մենք էլ պետք է տանք, Ադրբեջանն էլ պետքա տա, երբ Տավուշի գյուղերը հանձնում էին թշնամուն։ Նիկոլն ասում էր, Տավուշում 9 գյուղի կենսական անհրաժեշտության տարածք պետք է Ադրբեջանը տա, ինչ են տվել։ Ասում են, չէ, Կիրանց, Ոսկեպար հատվածներից կզիջենք, Բերքաբերից կստանանք 900 հեկտար։ Ասում էր, Տավուշի մարզի Սարի գյուղ, Սևքար, Վազաշեն, Պառավաքար, Մովսես, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի գյուղերի կենսական նշանակության տարածքներ ունենք ստանալու։ Ինչ եք ստացել։ Ոչինչ։ 8 տարի է իշխանության է 1 մմ հող ստացել ենք, 10 քանի հազար քառակուսի կիլոմետր հանձնել է, 1 մմ ստացել է, ոչ։ Ստացել են ընդամենը չհարձակման հույս։ Ադրբեջանը կասկածում եմ, թե 1 մմ էլ կվերադարձնի։ Հողի հանձնումը վերադարձնելը նրանք համարում են ֆիասկո իրենց համար։ Ակտիվորեն գնում է այսպես կոչված անկլավների, այսինքն նոր հանձնումների թեման։ Սկզբում Բաքվից հայտարարեցին, թե հարցի իրենց ուշադրության կենտրոնում է, հետո Նիկոլը վռած գրեց, թե սահմանազատման արդյունքում մենք կվերադարձնենք Արցվաշենը եւ Հայաստանի մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Ուզում էր տպավորություն ստեղծել, թե սահմանազատումը մեզ համար է կարևոր։ Ինչ հանձնելու ենք, դա հեչ։ Ինչ վերաբերում է մեր տարածքներին, որ Ադրբեջանն է տնօրինում ու մեզանից օկուպացած 200 քառակուսի կիլոմետրին, այդ հարցերը չեն էլ քննարկում։ Սրանց համար կարևորը իրենք հանձնեն, պրծնեն։ Ամեն ինչ է գլխացավանք։ Հայկական հողը իրենց համար գլխացավանք է։